Արնա, իզուր ես վախենում, դա ես եմ։ Տեսնում եմ, որ դու ես, դրա համար էլ վեր եմ թռնում։ Հեռախոսերն ես զանգելու ձևն էլ գիտես, ինչի՞ չես զանգում, զգուշացնես, որ այսօր այլ մոլորակայինի լուքով ես։ Անկեղծ ասած, այսքան շուտ քեզ չէի սպասում։ Ասում եք գնում ես ժամադրության։ Հա, բայց ժամադրությունը ավտոմատ դարձավ ժամով, ու ոնց տեսնում ես իմ օգտին։ Արնո, ես ինչ ա եղել աչքդ, տովա, հայ, էլ դու էլ ես ստեղ, ոնց էի կարոտել քեզ, դե այսինքն քո տեսքին։ Հա, դե կարոտը տար, որովհետև ես այլ հետ գնալու է այնց նորից փոխարինի։ Ես սենց մորս աշկին չեմ կարա Երևան։ Մեկ էլ կլինի ես սենտիմենտալ բաները թարգեք, կողքից մեկը կտեսնի կմտածի, այս ովքերն ես երկու խազիկները։ Դե ինձ թվում է, եթե բացի մեզնից մեկը տեսնի էլին, չի հասցնի ոչ մի բան ասել, միանգամից։ Արնո, իսկ Արնո, ինչա։ Յա մամա։ Սկայպանդորն է դες վարկել։ Ասում էի, չէ։ Դու ես շեշ խոսալու տեղը դուրը պագի։ Էլին հենց տեսա խառնվեցի, չգիտեի։ Արա օգնի մամային պարկաստենք դիվանին, այ խարը կանաչի։ Ներողություն։ Հա։ Կարող եմ ես օգնել։ Չէ, դու քո սև գործը արդեն արել ես։ Սև գործը որնա կանաչ գործ ես արել։ Մամայի մոտ էսի արդեն դարմա սովորություն։ Իսկ միգուցե ուշքի բերենք նրան։ Իսկ միգուցե մի քիչ հեռու գնաս կամ արագի մեջ կերպարանափոխվես։ Բայց ճիշտ կլինի։ Չէ։ Իսկ եթե։ Իդ մեկն էլ չէ։ Բայց Իսկ այդ մեկը վաբշե չէ։ դու ինչ գիտես ես ինչ եմ ասում, որ ասում ես չէ։ Որովհետև քեզնից ընդհանրապես հնարավոր չի խելքը գլխին բան լսելը։ Ինչի՞։ Որովհետև խելքը գլխին բան ասելու համար նախ պետքա խելք ունենալ։ Իսկ եթե դու խելք ունենայիր, այս օրը չէինք ընկնի։ Դե դեպքում ինչ ենք անելու։ Ինչ պիտի անենք։ Մի քիչ առաջ ասեցի, պետք է կերպարանափոխվի դառնա ես ու մնա մամայի հետ։ Լավ, եթե տիկին Սոնան ինձ հարցնի տվյալ միջադեպի մասին, ինչ եմ պատմելու։ Ամբողջ օրը ինտելեկտդ ես փառաբանում։ Մի բան մտածի էլի։ Ինտելեկտը երևակայության հետ կապ չունի, իսկ ես երևակայությունից թույլ եմ։ Դե կասես, ընկերս Հելովինի կոստյում էր ցույց տալի։ Կլոր չասեցի դու չխոսաս։ Մտածեցի։ Մամային կասես, դասանցիներից մեկը Հելովինի կոստյում էր փորձում։ Երկար, բայց այդ Ու ինձ փոխարինելու ես այնքան ժամանակ, մինչև այս դեմքիս երևույթը չվերանա։ Լավ, Գնամ տեսնեմ, եթե բակում մարդ չկա, մամային բարձրացնենք վերև։ լավ, Դու էլ կամաց կերպարանափոխվի։ բարի։ Բայց ես տենց էլ չհասկացա այդ Արնոյին ինչի են ծեծել։ Չէ, իհարկե լավ են արել որ ծեծել են, բայց ինչի համար։ Կարծում եմ դպրոցում Արնոյին ծեծելու համար պարտադիր չէ պատճառ փնտրել։ Հետ էլ կա։ Ինչպես ես մամա։ Չէ, մի վարքան։ Ոնց ես մամ։ Չէ, Արնոն ավելի շատ կասեր։ Ոնց եղար մերս։ Դասանի երեխեքից մեկն էր։ Հելովինի շորն էր փորձում։ Կոստյումն էր փորձում։ Քո համար սառը թե եմ պատրաստել։ Խմի թարմացի։ Չէ, թարմացի չէ, մի վարք։ Թարմացի։ Չէ, այսպես մի կրհիկ է հնչում։ Մի բան այն չէ։ Թարմացի։ Քո համար թե եմ պատրաստել թարմացի։ Արնո։ Այո, ես Արնոն եմ։ Այս թեյը պատրաստել եմ ձեզ համար։
Մամ ջան։ Էս է տանն է։ Բայց ես հիշում եմ, որ իջա կոմոդ ու ինչ-որ մի հատ կանաչ։ Մենակ չասես աչքիս հա թվացել կգժվեմ։ Քո աչքին ոչինչ էլ չի երևացել։ Իզուր մի գժվիր։ Բա ինչ էր այդ կանաչ երևույթը կոմոդ։ 10 ընկերս էր։ Հելոուինի կոստյումներ փորձում։ Բայց ինչի էր հիմա փորձում։ Հելոուինը հոկտեմբերի վերջ չի։ Համել ինչի էր այդ անդուր գեշ ու վախենալու կոստյումը փորձում։ Անդուր։ Գեշ։ Նույն ինքը տգեղ։ Դե հա, անդուր չէր, բա ինչ էր։ Չնայած այդ Հելոուինին ոնց որ բոլորն են, չէ, տենց վախենալու շորեր հագնում։ Հավանաբար։ Դե ուրեմն դասարանցուդ կփոխանցես, որ իր կոստյումը կատարյալ էր։ Քիչ էր մնում ինձ են աշխարհ ուղարկեր։ Փոխանցեմ։ Այդ սառը թե ինձ համար ես պատրաստել։ Այո, Արնո, ես իսկապես դու ես։ անշուշտ։ Ինչու։ Դե որովհետև դու երբեք ինձ համար ոչինչ չես պատրաստել։ Ամեն ինչ տեղի է ունենում առաջին անգամ։ Հուսամ ոչ վերջին։ Տեսնես հիմա այնտեղ նորմալ է ամեն ինչ։ Դե ենթադրում եմ, որ այո։ Ավելի ճիշտ վստահ եմ, որ այո։ Դու ինչ գիտես, է։ Արնո ջան, եթե չգիտես, աշխարհում կա բջջային հեռախոս, ու այդ բջջային հեռախոսի վրա լինում է հաղորդագրություն ուղարկել, ու հենց նոր էլի ինձ հաղորդագրություն ուղարկեց, որ ամեն ինչ նորմալ է, ու մամա դե ուշքի է եկել։ Իսկ ինչու է քեզ գրում, այլ ոչ թե ինձ։ Դե կարող է նրա համար, որ ինձ է ընկեր համարում, ոչ թե քեզ։ Թող քեզ լինի քո ընկերը։ Դու հազիվ էլ այլ ոլորակայինի հետ ընկերություն անես։ Պահ, ոնց որ քո ընկերները դռան դիմաց շարված են։ Շատ ես խոսում արդեն։ Ճիշտ ես, առաջարկում եմ խոսալու փոխարեն ջարդը տամ։ Չհասկացա։ Դե PlayStation-ով, ֆուտբոլ խաղանք։ Լավ։ Ինչի վրա ենք խաղում։ Բազմոցի։ Շատ խնդալու էր։ Ուշքի չեմ գալիս, ջուրը խմեցի, ուշքի եկա, մի 10 անգամ էլ այդ նույն հումորը արեցինք, ու էլ արդեն խնդալու չէ։ Ես գրազի վրա չեմ խաղում։ Տատու թոշակի վրա չենք խաղում։ Ցանկության վրա, որ ինտրիգան շատ լինի։ Խնդիր չկա։ Ես բարձրով եմ խաղում։ Պետք է չի փրկի, որովհետև ես Խետաֆեով եմ խաղալու։ Հա՞։ Կատակ եմ անում։ Իհարկե Ռեալ Մադրիդ։ Իսկ դուք ստուգվել եք։ Ինչ։ Ուզում եի հարցնել, իսկ դու ստուգվել ես, մամ։ Միգուցե քեզ մոտ թթվածնի անբավարարություն կամ ջրազրկություն կա, որովհետև ուշագնացության հիմնական պատճառները լինում են դրանք։ Ինձ մոտ հիմնականում հանգստի անբավարարվածություն է տղես։ Բայց այդպիսի սինդրոմ չկա։ Իսկ ինչու չես նստում։ Բայց ես որ նստեմ մեր տան գործերնով պիտի անի։ Պարզ չի ով, Արնոն։ Դե լավ էլի Արնո։ Առարկություններ չեն ընդունվում։ Ասա ինչից եմ սկսում։ Давай. Գոլ։ Էլին իչա։ Ես քո փոխարեն կուրախանայի, ոչ թե գջղայնանայի։ Հա դե արի իմ փոխարեն ուրախացի, ես էլ քո փոխարեն գնամ տուն։ Չէ, իրոք արդեն պետքա գնալ տուն։ Ուշա։ Համել այդ ցանկությունների պահով ինչ ենք անելու։ Մի հատ ես եմ հաղթել, մի հատ դու։ 18 հատ էլ Նիչյա։ Մի հատ ես կանեմ ցանկություն, մի հատ դու 18 հատ էլ Լյովիկը։ Ուզում ես մորս օրը ինձ գցես։ Քո մայրիկի հետ ամեն բան կարգին է։ Ես դու տելեպորտել ես կարող լինես էլ։ Ոչ, ես պարզապես կերպարանափոխվեցի մրջունի եւ անցա դրանտակով։ Չէի ցանկանում Արնոյի կերպարանքով դուրս գալ բակ։ Ապրես, որ ուզում ես կարում ես։ Իսկ հիմա պատմի տեսնեմ տանը ոնց անցավ, ինչ արեցիք։ Քո մայրիկը նստած հանգստանում էր, իսկ ես նրա փոխարեն արել եմ բոլոր տնային գործերը։ Ամաններն եմ լվացել, փոշիներն եմ սրբել, ընթրիքն եմ պատրաստել եւ այլն։ Մայրիկը թիմա քնած է։ Այդ իսկ պատճառով ես կարողացա դուրս գալ տանից։ Դու լյով կա։ Ես իհարկե շնորհակալ եմ քեզնից, բայց դու այսօր կաս, վաղը չկաս։ Ես դրա տակից ո՞նց եմ վաղը մյուսօր դուրս գալու։ Բայց քո մայրիկն այնքան երջանիկ էր։ Ճիշտ ես, հա։ Նա ապրես։ Լավ, ես թռա։ Ես էլ թռնեմ։
Հանկարծ տիկին Սոնան չարտնանա ու տեսնի, որ տանը չես։ Մի վարքյան իմ ինքնաթիռ գործընկերներ, հələ կթռնեք։ Մի հատ միտք ունեմ ես։ Մենակ չասես PlayStation խաղամ, ես էլ չեմ կարող, իմ ձեռքերը հոգնած են։ Չէ, առաջարկում եմ գնանք գիտապտույտի։ Համել ես աչքիս տակի կապտուկի մասին մի քիչ կմոռանամ։ Շատ լավ միտք է։ Հենց քո ասած ինքնաթիռի թեմայով է կգնանք։ Գնացինք։ Էս ինչ տեղ է էլ։ Դու մեզ ինքնաթիռների մասին չպիտի պատմեիր։ Այո, այդ իսկ պատճառով մենք եկել ենք այնտեղ, որտեղ մարդիկ ենթադրաբար կատարել են իրենց առաջին թռիչքները։ Էստեղից են արել։ Բա ուր է ինքնաթիռը։ Բա ուր է թռիչքուղին։ Թռիչքուղի։ Ես ինչ բառեր գիտես Արտո։ Տիկին Գաբրիելյանի մոտ սենց բաներ չասես, երջանկությանը չի դիմանա։ Մենք գտնվում ենք հին Հունաստանում, որտեղ ենթադրաբար մարդկանց կողմից արվել են թռչելու առաջին փորձերը։ Ինչպես հասկացաք, առաջին փորձերը անհաջող էին, Էս հաստատ այն դեպքն է, որ փորձանք դառավ։ սակայն նրանք չէին հանձնվում։ Իսում է այս մարդը ավելի շուտ գիպսն է հայտնաբերել։ Լովիկ, մեղք է այս մարդը։ Անզեն աչքով էլ որ աչքերին նայում ես, տեսնում ես, մեղմ ասած չի ստացվում մոտը։ Մի քիչ ժամանակով առաջ գնանք, էլի։ Լավ, ինչպես կուզեք, սակայն ասեմ, որ վերջիվերջո հունացիների մոտ դա ստացվեց, եւ ըստ որոշ աղբյուրների, նրանցից մեկը կարողացավ թռչել նույնիսկ 200 մետր, ու սա դեռ ձեր թվարկությունից 400 տարի առաջ էր։ Իսկ հիմա կտրուկ տեղափոխվենք 18-րդ դար։ Այ քեզ Դենիս Բերկամփ։ Չէ, չբռնեց։ Դու չգիտես, որ Բերկամփի մականունը թռչող հոլանդացի է եղել։ Ճիշտ է, առաջին մարդկանց օդ բարձրացնող օդապարիկը ստեղծվել է Եվրոպայում, բայց ոչ թե Հոլանդիայում, այլ Ֆրանսիայում, Մոնգոլֆիե եղբայրների կողմից։ Այն թռչում էր տաք օդի շնորհիվ։ Guten Tag, здрасте։ Bonjour։ Ձեր մոտ ավելի լավ է ստացվում։ Մինչ այս եղել են օդապարիկներ, նույնիսկ դեռ հին Չինաստանում, սակայն նրանք մարդատար չեն եղել։ Bye, au revoir։ Ես ինչ արագ ֆրանսերեն սովորեցիր։ Իրականում այդքան էլ արագ չէր, քանի որ մենք ճանապարհորդեցինք շուրջ 1 դար եւ եկանք Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հիմա 1903 թվականն է եւ դուք տեսնում եք Wright եղբայրների կողմից ստեղծված առաջին ինքնաթիռը։ Փաստորեն, սա առաջին ինքնաթիռը, իսկ արամ քշեմել։ Փորձիր։ Բայց դու հեչ թռել ես։ Հա, բա, վերջին անգամ 3 ֆիզկուլտից։ Էս էր քշածատ, սկի 50 մետր չգնացիր։ Որովհետև իրականում Wright եղբայրների ինքնաթիռը թռչեց ընդամենը 32 մետր, բայց դա շատ մեծ քայլ էր հետագա ինքնաթիռաշինության համար։ Ներքին այրման շարժիչի հայտնվելուց հետո զարգացավ նաև ինքնաթիռաշինությունը։ Այսօր ինքնաթիռ կա, որի արագությունը ձայնի արագությունից 2 անգամ ավել է։ Իսկ արանք հենց դրանով թռնենք տուն։ Չէ էլի, ես համ բարձրությունից եմ վախենում, համ էլ արագությունից։ Լավա գոնե գիշեր չի, որովհետև մթությունից էլ եմ վախենում։ Ամեն ինչ լավ էր, ինչ խոսք։ Բայց հիմա ցրվում ենք մեր տներով։ Դու ձեր տներով, դու էլ մեր տներով։ Լավ։ Ամեն դեպքում այդ տնային գործերը մի քիչ թուլացրու։ Վաղն էլ դպրոցում կապի մեջ կլինես հետս։ Բարի, դու էլ իրան ուշադիր կլինես, որ մի նոր պատմության մեջ չընկնի։ Եղավ կոմանդիր։ Այս նախաճաշը քեզ համար եմ պատրաստել։ Բարի լույս տիկին Սոնա։ Առնո, ինչի ես երեկվանից սենց անհամացել։ Արածներիդ նայեմ, թե խոսացածի։ Համաձայն եմ, անհաջող կատակ էր։ Էս նախաճաշը դու ես պատրաստել։ Այո։ Չէ որ նախաճաշը, մանավանդ ճիշտ նախաճաշը, մարդուն ապահովում է անհրաժեշտ էներգիայով օրվա սկզբից, եւ այն շատ կարեւոր է եռանդուն եւ թարմ։ Դա ես գիտեմ, ու շատ կարևոր է, որ այս տարիքում դու էլ ես հասկացել տղես։ Ես արդեն նախաճաշել եմ։ Սա քոնն է։ Առնո, էս հաստատ դու ես։ Այո։ Բա հո Արտեմը չի։ Արտեմ ով է։ Պարզապես մեր դպրոցի տղաներից։
Պարզապես, թե դու երբ էիր այդ բառը օգտագործել։ Ինձ գիտես մեկ-մեկ ինչա թվում, որ այլ մոլորակայինները եկել են, քեզ վերցրել, տարել են, փոխել են ու ուրիշ առնո են բերել։ Ինչպիսի անհեթեթ բաներ ես խոսում, մամ։ Ո՞նց ես խոսում մամայիդ հետ։ Ճիշտ ես, ամոթ ինձ։ Կատակ էր, անհաջող կատակ, կներես։ Լավ, ներում եմ, որ այսքան բան ես արել, ոնց կարող եմ չներել տղես։ Եվ սա դեռ ամենը չէ։ Ես այսօր հայտարարել եմ Աթենք մսամթերքի օր եւ նաեւ լուծել եմ քո ընդմիջման հարցը։ Քեզ հաստատ փոխել են տղես։ Տնից դուրս կսկսենք ես։ Ինչ։ Զանգը հնչում է։ Ես ուշանում եմ դպրոցից։ Դու նախաճաշիր, քանի չի սարչել ուտելիքը։ Լավ տղես։ Հաջողություն։ Ոնց ես լյովիկ աղբեր։ Լավ եմ Արնոյի աղբեր։ Ինձ մեջ պայմանավորվեցինք, կարող են երոյից մի բան անես։ Ինչ անեմ։ Դե օրինակ դառնաս կոզերի վալետ ու մեծ չախես դրանց։ Անկեղծ ասած չհասկացա ինչ ես ասում։ Բայց ենթադրում եմ, որ ինչ-որ մեկին ուզում ես ծեծեմ։ Ես քեզ արդեն ասել եմ, որ ես դեմ եմ բռնությանը։ Բացի այդ, ինչպես դու ես ասում, ես այսօր կամ վաղը չկամ։ Բա հետո դրա տակից ո՞նց ես դուրս գալու։ Համաձայն եմ ես քո ճիշտ խոսքերի հետ, բայց այս աշկիտակի կապուտը ես չեմ կարող անպատասխան թողեմ։ Տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները։ Դու բայց երեք չասացիր, որ 0 ես երևակայությունից։ Իսկ միգուցե դու գնաս։ Չէ, ոչ մի դեպքում։ Այդ դեպքում նվնվոցդ մի կապիր։ Մոլոդեց։ Կամաց սկսում ես ինձ նմանվել։ Մարդ ես դառնում։ Ինչը իրականում շատ ցավալի է ինձ համար։ Լավ դե կապով։ Հա, լսի մեկ էլ գալուց հետո միտու պատմարծինի բանանի համով ձողիկ բեր։ Իմը վերջանում է։ Լավ։ Չէ, մի րոպե հելա։ Երկու հատ կբերես։ Բարի։ Չէ, մի րոպե հելա։ Արագ կողմնորոշվիր։ Դասից ուշանում ես։ Կողմնորոշված է։ 3 տուփ բեր։ Լավ։ Լովիկ ինչի շուտ չմատարին կյանք, ուր էիր այսքան ժամանակ։ Ես էլ ինչ եղավ։ Արտեն։ Ես արդեն մենակովդ խոսում ես։ Ես տաթև ինչ արի քո հետ։ Ոչ մի բան չի արել։ Ամեն ես մարդ ունեմ սպասել, ունենց որ ավելի լավ է դու գնա։ Այսինքն մնա։ Դու ես սպասում որ։ Իրան։ Բարև Նարեկ։ Ինքը ինչ ճանաչում, հա։ Հա, ես եմ իրան քո մասին պատվել ու դու ասել ես որ պիտի իրան ջարդը տաս։ Ես դες բան եմ ասել։ Այս մի տուփը քեզ քիչ է, ոնց հասկանում եմ դու խնդիրներ ունես հիշողության հետ, այնց որ շատ կեր քաղցեր։ Դե լավ, որ ասել եմ, ուրեմն ասել եմ։ Բայց թող մնա դասերից հետո։ Իսկ ինչու էր ուզում իմ ջարդը տալ Նարեկ։ Դասերից հետո։ Լավ էլի, զբաղվում ենք էլի։ Դե նախ եւ առաջ ինձ պետք է զգուշացնեիր տարօրինակ զբաղմունքների մասին։ Լավ էլ, քեզ կանչել էի որ ասեի այսօր դասից թռնելու եմ, որովհետեւ ֆիզկուլտ ունենք, ու ես Մանուկյանից ընդհանրապես չեմ կարող խուսափեմ։ Այնց որ այսօր օրդ մենակ պետք է անցկացնես։ Բարի։ Դասանի տեղը հիշում ես, չէ՞։ Իհարկե։ Երեխեք, ուշադրություն։ Մարինա Ռոբերտովնան ասեց դասերից հետո ոչ մեկ տուն չգնա, ծառատունկի ենք։ Հա ու ոչ մեկ հանկարծ չբացակայի։ Ես մի հոգու գիտեմ, հաստատ բացակայելու։ Ով։ Մարինա Ռոբերտովնայի սիրելի աշակերտը։ Բայց ես եկել եմ։ Ես չգիտեի, որ դու Ենոքյան Արնուն ես։ Բայց ինչի պիտի Արնոն բացակայի։ Դե ինտերֆեյսի հետ խնդիրներ ունի, էլի, հատկապես այս հատվածում։ Ողջույն բոլորին։ Ապա տեղեկատվություն մի տարածի Երիկ։ Դրեք սրա ձախաչքի տակ կապուտ չպետք է լինի։ Չէ։ Ոնց չէ։ Աջի տակ պիտի լինի։ Թեկուզ, բայց ոչ մի գիտակի կապուտ չի։ Ինձ թվում է գրիմ ա արել։ Արնո դասերից հետո տեղ չգնաս, ծառատունկի ենք։ Մեծ հաճույքով։ Այս խայտարակությունը տես քողարկել։ Չեմ հասկանում։ Հեսա կհասկանաս։
Փոխել է տղու ձեռը։ Ով է։ Ես եմ, Դու ով ես։ Արտեմը։ Որ Արտեմը։ Դե դու ոնց որ ասում ես, էլի կլոր է։ Մատենցասա։ Բայց գիտես չէ, զոկանջդ քեզ ընդհանրապես չի սիրում։ Ինչի՞։ Ես էլ գիտեի հակառակը, եթե ուտելու ժամանակ եմ գալիս, սիրում է։ Բայց ես նոր կերա վերջացրեցի։ Չասե, մանուշ լինի։ Դե լա ասա տեսնեմ որ կամինա քեզ քշել բերել հասել այստեղ իմ կլորի կախբեր։ Դե դասից թրել եմ, եկա տեսնեմ էլը ոնց է, ինչ անում։ Դու դպրոցում լյովիկ ինչ պտի օգնեիր։ Դու երևի մոռացել ես, որ ընդեղ կա Մանուկյան, ու ինք իմ կյանքը ուտում է։ Լավ, հերիքա լացես։ Ես էլ PlayStation էի ուզում խաղայի, հոգնեցի կոմպին կրելով։ Արի մի քիչ էլ քեզ կրելով հոգնեմ։ Ի, երկար։ Էդ էլ հարցը ով կհոգնի։ Գլխեք տղան ոնց է տառապում, իսկ սրա պետքն էլ չի։ Ռիտա, խեղճ ու երիկ բառերը անհամատեղելի են։ Երեխեք, ну что, պատրաստ եք։ Այո։ Так, հույսով եմ, որ բացակա չունենք։ Ես եմ բացակա մեկ է տիկոն։ В смысле, Երիկ։ Մեր համատեղ ձեռները ցավում են։ Ուզում ասի մեր ձեռները ցավում է։ Նենց որ մեր գալը անիմաստ է, մեկը ոչ մի բան չենք կարողանալու անենք։ Երիկ չի սազում քեզ։ Իրանք ճիշտ են ասում, ես տեսել եմ, թե ոնց են վնասվածք ստացել։ Եվ ոնց են ստացել։ Ես եմ մեղավոր։ В смысле, դու ես մեղավոր։ Ես եմ վնասել նրանց ձեռքերը։ Կռվել եք իրար հետ, չեմ հասկանում։ Ոչ, ես պարզապես նրանց մի հնարք էի ցույց տալիս, բայց քանի որ մոռացել էի, որ նրանք մարդիկ են եւ մի փոքր էլ թերագնահատեցի իմ ուժերը, ես ցավեցրեցի նրանց ձեռքերը, այնպես որ ողջ մեղավորությունը ինձ վրա է։ Так, я надеюсь, что вы не переломали друг другу руки. Нет, не беспокойтесь, все хорошо։ Նրանք հաստատ ոչ մի կոտրվածք չեն ստացել։ Մի փոքր ցավ է, որը վաղը կմեղմանա։ Так, ну что, ստացվում է երկու հոգի կորցրեցինք, հա։ Մի հոգի։ Էրիկը միևնույն է ոչինչ չի անում, նա պարզապես կարգադրություններ է անում մնացածին։ Եվ քանի որ մեղավորը ես եմ եւ ողջ պատասխանատվությունն ինձ վրա է, ես 3 հոգու փոխարեն ծառ կտնկեմ, այսինքն աշխատանքը չի տուժի։ Դուք կարող եք չանհանգստանալ։ Թարմանանք ու շարունակենք։ Թարմանանք, բայց չշարունակենք։ Մեկա դու խաղալ չգիտես։ Ուրեմն դու էլ չգիտես, որովհետև ինչքան ես եմ հաղթել, այնքան էլ դու։ Լավ, կանի մեր այլ մոլորակային ընկերը այս պայն զբաղված է այս մոլորակի էկոլոգիայով։ Առաջարկում եմ գնանք մի հատ լավ տեղ, այս վիրտուալ ֆուտբոլից ավելի սուր ու ռեալ զգացողությունների հետևից, հա։ Համաձայն չեմ։ Լավ, արի գնանք, բայց ոչ թե ռեալ, այլ բարսա զգացողությունների հետևից։ Մի տապ հակացի թե չեմ տանի հետս։ Դզեց։ Դզեցը հələ նոր է սկսում, ես դեռ ինչա։ Մի բան էլ ավելացնեմ, չնայած նրան, որ կառավարել ավտոմոբիլ, այն ունի շատ հետաքրքիր տանիք, որտեղ կար ֆուտբոլի ու բասկետբոլի դաշտեր, բատուտ, կարծինգ եւ VR խաղ։ Բայց ինչի կանգնեցիք որ։ Այդ քրոջս բարևեմ գնանք։ Ոնց։ Ինքը քո քուրն է։ Ես իրան Instagram-ով տեսել եմ։ Հա, մորքուրիս աղջիկն է։ Դե ծանոթացրա։ Հանգստացի էլ մի հատ։ Ես այդ իմաստով չէի ասում։ Արնո, այս չաչքի տակը կռիվ ես արել։ Չէ, դու էլ որ ջացիր կռիվ ես արել, ես որ տարիքում եմ։ Կռիվ անելու։ Հա, կռիվ արել, ես իմ աչքով եմ տեսել, թե ոնց է իր աչքը բախվում մեր դասանի դրանը։ Համարենք հավատացի։ Դերստեղ ես, չէ։ Հա։ Լավ դեք, տեսնենք էլ։ Լավ։ Ես եթե քո օգնության կարիքն ունենամ, քեզ անպայման կասեմ, լավ։ Բայց ես ուղղակի մտածում եմ, Դու ավելի լավ է այս բան ոչ մի բան չմտածես։ Հիմա գնում ենք մի հատ շատ լավ տեղ։ իսկ ուր են գնում։ Կիմանաս։ Ոնց ես իմ հպարտություն։ Հպարտություն։ Հույս որն արտացոլում է դրական ինքնագնահատական։ Ինքնահարգանքի արկայություն, սեփական արժեքների եւ սեփական արժանինքների զգացում։ Փոխաբերական իմաստով այն նաեւ կարող է օգտագործվել որպես ինքնագնահատականի պատճառ, օրինակ այս տղան ողջ դպրոցի հպարտությունն է։ Հայ Արնո, ինչ դպրոց, դու իմ հպարտությունն ես, իմ։
Մարինա Ռոբերտովնան էր զանգել, ասեց, որ ծառատունկի ժամանակ ամենաակտիվը դու էիր։ Միգուցե։ Իսկ միգուցե ես քեզ լավ չեմ ճանաչում։ Ու քո հետ քիչ ժամանակ եմ անցկացնում, տղես։ Հավանաբար հենց այդ է պատճառը։ Հավանաբար հենց այդ է պատճառը, այս ոնց ես խոսում, ավելի ճիշտ է ոնց ես փոխվել։ Մարդիկ դեռահասության տարիքում ունեն նման հատկություն, երբ կարող են մի օրվա ընթացքում անճանաչելիության աստիճան փոխվել։ Կա տենց բան, ճիշտ ես ասում։ Դրա համար ես որոշել եմ քեզ հետ ավելի շատ ժամանակ անցկացնել։ Ու հենց քո անձնական տարածքից էլ կսկսենք։ Ընդհանրապես այստեղ ինչով ես զբաղվում։ Դե ֆուտբոլ եմ խաղում։ Ինձ էլ կսովորեցնես։ Փորձեմ։ Չէ, այս իմ խելքի բանը չի։ Համաձայն եմ։ Այս կարող է դուրակ խաղանք։ Դուրակ։ Հա, խաղակարտեր չունես այստեղ։ Պետք է որ հիմա նայեմ։ Պետք է ուսումնասիրել դուրակ խաղ։ Դուրակ։ Բայց մալադեց քեզ Արտեմիկ, լավ ընդունակ տղա ես։ Ճիշտ է, ինձ չես հասնի, Փոխեմ արև։ Ինչ եղավ։ Իրոք որ, ողքու արև։ Հիմա ինչ ես անելու։ Ինչ պիտի անեմ, պիտի ցավերվեմ ստեղից։ Գնա դու։ Ինչ։ Ես ընդունակ տղու պահով խոսքերս հետ եմ վերցնում։ Իսիայի անընդունակ չես հասկանում, որ մաման ամեն պահի կարա բարձրանա տուն։ Ու կարաս մի անգամից գուշակես ինչ կլինի, եթե ինձ վերևում տեսնի, կամ ավելի վատ, եթե լողվիկի հետ բարձրանա վերև ու ինձ տեսնի։ Ճիշտ է, չէի մտածել։ Ավելի լավ է գնանք այստեղից։ Հուսով եմ երկար չի մնա մաման։